Այս տարի ևս Գավառ համայնքն ակտիվորեն ներգրավվեց Եվրոպական միության կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում անցկացվող Հայաստանի համայնքների միության քաղաքապետերի դաշնագիր Արևելք ծրագրի ներքո հայտարարված արդար եւ մրցունակ կանաչ անցման խթանում կարգախոսով միջոցառումներին։ Աշխատանքներն համակարգեցին համայնքապետարանի էներգախնայողության միջոցառումներն համակարգող աշխատակիցները։ Իսկ միջոցառումները տարաբնույթ էին, ընդգրկում էին տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչների։ Հիմնական նպատակը իրազեկել բնակչությանը այս կայուն էներգիայի շրջանակներում անցկացվող միջոցառումների մասին, նպատակը նաև բարձրացնել էներգախնայողության թեմայով իրազեկվածությունը։ Գավառում էներգախնայողության թեմաներով միջոցառումները մեկնարկեցին մրցույթի հայտարարմամբ։ Համայնքապետարանի պաշտոնական եւ սոցիալական կայքէջերում տեղադրվեցին մրցույթին ներկայացված թեմատիկ աշխատանքները՝ լուսանկարներ, տեսանյութեր, ձեռագործ աշխատանքներ եւ էսսեներ։ Առավելագույն հավանումներ հավաքած աշխատանքները, ինչպես նաև համայնքապետարանում ստեղծված աշխատանքային խմբի կողմից հավանության առանցած աշխատանքները ներկայացվելու են մրցույթի հանրապետական փուլին, իսկ աշխատանքների հեղինակները համայնքապետարանի կողմից պարգևատրվելու են։ Մենք նպատակ ունենք այս բոլոր միջոցառումները մասսայական դարձնել, նպատակը նաև մանկապարտեզի երեխաներից սկսած մինչև երիտասարդներին իրազեկելն է։ Քվեարկությանը զուգահեռ համայնքի կրթամշակութային հաստատություններում ևս իրականացվեցին տարբեր իրազեկման արշավներ։ Գանձակի մշակույթի տունը հանդես եկավ ձեռքի աշխատանքների բացօթյա ցուցահանդեսով, ներկայացվեցին մշակույթի տանսաների պատկերացումները էներգախնայողության վերաբերյալ։ Բացօթյա ձևաչափը օգնեց անցորդներին ևս ներգրավել թեմայի մեջ։ Ցուցահանդեսով հանդես եկան նաև Գավառի գեղարվեստի դպրոցի սաները։ Անհրաժեշտ է նմանություններ հաճախակի կազմակերպել, երեխաների մտածելակերպը կարծում եմ արդի ժամանակում ավելի հետաքրքիր է եւ ավելի լավ լուծումներ կարող են գտնել։ Գավառ համայնքի բոլոր 15 մանկապարտեզներում կազմակերպվեցին տեսահոլովակների ցուցադրություններ, որոնք ուղեկցվեցին թեմայի ներկայացմամբ եւ փոքրիկների հետ հարց ու պատասխանով։ Մեր փոքրիկները այս տեսահոլովակների միջոցով հասկացան, որ իրենք կարող են շատ բարդ գործողությունների միջոցով հոգ տանել մեր մոլորակի մասին։ Շատ ուրախ ենք, այո, որ այս ծրագիրը արդեն իսկ մանկապարտեզում է նաև ներկայացվում մեր մանկահասակ փոքրիկների շրջանում, եւ մենք անպայման կկիրառենք այդ բոլոր միջոցները, խոստանում ենք, չէ՞, վարիկներ, կկիրառենք եւ նաեւ շատ ինֆորմացիա ուսուցողական է նաեւ ոչ միայն երեխաների, այլև երեխաների ծնողների համար նույնպես։ Գավառի համար 2 եւ Գանձակի համար 1 դպրոցների բանավեճի ակումբները, որոնց անդամները դպրոցների բարձր դասարանների աշակերտներն էին, կողմ եւ դեմ կարծիքներով բանավիճեցին պետությունը պետք է խրախուսի կանաչ տանիքների եւ արևային վահանակների տեղադրումը թեմայով։ Այսօր մասնակցում ենք բանավեճին, հանդես են գալիս դեմ դիրքորոշմամբ։ Բանավեճը մեզ տալիս է քննական մտածողություն եւ արագ կողմնորոշվելու հմտություններ։ Ռեստարտ Գավառ երիտասարդական հասարակական կազմակերպության եւ Կարմիր գյուղի համար 2 միջնակարգ դպրոցի բնապահպանական ակումբի աշակերտներն էլ կազմակերպել էին էներգախնայողության ծրագրի նախագծի ներկայացում։ Դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները ուսուցչուհի Լարիսա Օհանյանի հետ հանդես եկան տեղեկատվական ներկայացումով։ Ռեստարտ Գավառ երիտասարդական հասարակական կազմակերպության անդամներին ծանոթացնելով էներգախնայողության ժամանակակից մեթոդներին, նախատեսվում է առաջիկայում ներկայացված նախագիծը որպես ծրագիր համատեղ ուժերով կյանքի կոչել։ Էներգախնայողության միջոցառումները եզրափակվեցին ինտելեկտուալ խաղ մրցույթով, որին մասնակցեցին համայնքի ուսումնական հաստատությունների եւ հասարակական կազմակերպությունների երիտասարդները։ Համակարգողների պնդմամբ այսօրինակ իրազեկումները իրականացվելու են ողջ տարվա ընթացքում, ունենալով կարևոր գերնպատակ՝ բարձրացնել բնակիչների իրազեկվածությունը էներգախնայողության վերաբերյալ։ Ալվարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։